Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Եզրասի քիրք 7-րդ գլուխ։ Եզրաս կհասնի Երուսաղեմ։ Այս բաներեն յետք Բարսկաստանի թագավորին Արտաշեսի թագավորության ադենը Եզրաս որդին Սարայայի, որդին Ազարյայի, որդին Քերգիայի, որդին Սեղումի, որդին Սատովգի, որդին Ակիդովպի, որդին Ամարիայի, որդին Ազարյայի, որդին Մարիոթի, որդին Զարյայի, որդին Ոզիի, որդին Փոգիի, որդին Ապիսվայի, որդին Փենեհեսի, որդին Եղիազարի, որդին Ահարոն ավագ քահանային, այս Եզրասը Բաբելոնեն փարսացավ։ Ան Արակակիր տբիրն էր Մովսեսի օրենքին, որ դերը Իսրայելի Աստվածը դվեր էր։ Թագավորը անոր շնորհեց ամեն ինչ որ բանջեր էր, որովհետև Տիրոջ իր աստուծուն ցերկը իր վրան էր։ Արտաշես թագավորին 7-րդ տարին Իսրայելի որդիներեն, քահանաներեն, ուղևդացներեն, երկողներեն, թռնաբաններեն եւ նաթանայիմներեն ոմանք Երուսաղեմ փարսացան։ Ան 5-րդ ամիս Երուսաղեմ ասավ թագավորին 7-րդ տարին։ Արդարև առաջին ամսվան առաջին օրը Բաբելոնեն մեկնեցավ եւ Աստուծո բարի ցերկը անոր վրա լալով 5-րդ ամսվան առաջին օրը Երուսաղեմ ասավ, որովհետև Եզրաս իր սիրտը դրամատրած էր, որբեսի Տիրոջ օրենքը փնտրե ու կործատրե եւ կանոններն ու թադավճիրները սորվեցնե Իսրայելի մեջ։ Արտաշես գայսրին Եզրասի դված փաստաթուղթը։ Ավասիկ այն դեղեկակրին բաժենը, որ Արտաշես թագավորը դվավ Եզրաս քահանային ու տբիրին, որ Տիրոջ բադվիրած խոսքերուն քրողն էր, նաեւ անոր կանոններուն Իսրայելի դված։ Թագավորներու թագավորը Արտաշես Եզրաս քահանային երկնքի աստուծուն օրենքին տբիրին գադարյալ խաղաղություն եւ այլն։ Հրաման գուտամ, որ իմ թագավորությանս մեջ եղող Իսրայելի ժողովուրդեն եւ անոր քահանաներեն ուղևդացներեն բոլոր հոժարագամ Երուսաղեմ կացողները քեզի հետ երթան։ Արդարև տուն թագավորին ու անոր 7 խորհրդականներուն գոմեն գրգվիս, որբեսի Հրեաստանը եւ Երուսաղեմը քննարկես, քուցերկը դեղած աստուծույթ օրենքին համաձայն եւ դանիս այն արձատն ու ոսկին, որ թագավորը եւ իր խորհրդականները հոժարագամ ընծայեցին Իսրայելի աստուծույն, որում բնակարանը Երուսաղեմի մեջ է։ Նաև բոլոր արձատն ու ոսկին, որ Բաբելոնի ամբողջ գավառի մեջ պիտի գտնես, ժողովրդին ու քահանաներուն հոժարագամ ընծային հետ, որ գմադուցանեն Երուսաղեմի մեջ եղող իրենց աստուծույն դան։ Ուրեմն այդ տրամով անհաբաղ զվարակներ, խոյեր ու քարներ կնե, նաև անոնց հացի ընծաներն ու թապելիկ նվերները եւ զանոնք մադուցանե Երուսաղեմ եղող ծեր աստուծույն դան զոհասեղանին վրա, իսկ մնացած արձատով ու ոսկիով ինչ որ քեզի ու եղբայրներուդ բաճած տվի ընել ըրեքսայն ծեր աստուծույն գամքին համացայն։ Այն արարկաները, որ քո աստուծույն դան ճշտամունքին համար քեզի դրվեցան, զեդեղե զանոնք Երուսաղեմի աստուծույն արչև։ Ուրիշ ինչ որ քո աստուծույն դան համար հարգավոր է ու քեզի գբաճաջի դալ դուր զայն թագավորին կանցադունեն։ Ու ես Արտաշես թագավորս հրաման գուտամ ցեզի քեդի մյուսկոմը եղող բոլոր կանցաբետներուդ, որ անհաբաղ կատարեք ինչ որ Եզրաս կանան երկնքի աստուծույն օրենքին տբիրը ցեզ մե խնդրե։ Առանց հաշվելու դվեք մինչև 100 տաղանդ արձատ, 100 քորձորեն, 100 մարքինի, 100 մարյուղ եւ աղ։ Ինչ որ երկնքի Աստվածը հրամայեր է, թող փութաչանությամբ կործատրվի երկնքի աստուծույն դան համար, որբեսի թագավորին եւ անոր որդիներուն թագավորության վրա զայրույթ չլա։ Ցեզի գկիցնենք թե բոլոր քահանաներեն, ղևդացիներեն, երկողներեն, թռնաբաններեն, նաթանայիմներեն եւ այս աստուծո դանը սպասարկուներեն հարկ, դուրք ու մաքս առնելու հրաման չգա։ Իսկ տուն, ով Եզրաս, քո աստուծույթ իմաստությամբ, որ ցերկդ ունիս, թադավորներ եւ իշխաններ նշանակե, որ քեդի մյուս կողմը եղող ամբողջ ժողովուրդը տադեն, այսինքն բոլոր անոնք, որ քո աստուծույթ օրենքը գիտեն, չքիծողներուն ալ սորվեցուցեք։ Ով որ քո աստուծույթ օրենքն ու թագավորին օրենքը չկործատրե, անհաբաղ թող դադարդվի, գամ մահվան, գամ աքսորի, գամ քույքերու քրավումի, գամ ալ փանդարգության։ Եզրաս գփարապանե դերը։ Օրտնյալ լա դերը մեր հայրերուն Աստվածը, որ Երուսաղեմի մեջ եղող Տիրոջ դունը զարդարելու համար այսպիսի փափակ դրավ թագավորին սիրտի մեջ։
ինձի գարեկցություն ցույց տվավ թագավորին, անոր խորհրդականներուն ու թագավորին բոլոր զորավոր իշխանավորներուն առջև։ Դիրոջ իմ աստուծույց ցերկը իմ վրա սլալով ուժովցա եւ Իսրայելեն գլխավոր մարդիկ հավաքեցի, որբեսի ինձի հետ բարձրանան։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։